Այսօր Աստված մեզի նորից շնորհեց մի օր, որ մենք մեր աչքերը բացեցինք, մեր երեսը լվացինք, ոտքի կեցանք եւ մեր պետքերը հոգացինք։ Դա էլ է մեծ հրաշք։ Առաջ որ չէինք հավատում, կարծում էինք մի սովորական բան մնե։ Կելանք, մեր գործի կերթանք եւ այլն, բայց որ հավատքի եկանք, ամեն ինչի համար մենք փառք ենք ասում, որտեղ տեսնում ենք, որ մարդիկ ոչ կարող են քայլել, ոչ կարող են լսել կամ տեսնել, փառք Աստծո եւ փառք Աստծո, որ այս գեղեցիկ Աստծո տան մեջ ենք։ Ինչ հրաշք է, չէ՞, Աստված մեզի շնորհել է, որ իր տան մեջ, չնայած որ մենք թվականակով քիչ ենք, բայց դա կարևոր չի։ Թեկուզ մի հոգի էլ լինի, Տերը մեր հետ է։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, 3 հոգի էլ մեր հետ են։ Չնայած անբաժանելի Սուրբ Երրորդություն է, բայց Տերն էլ մեր հետ է։ Մեր հետ վայելում է, նրանց սիրում է, որոնք իրանց սիրում են։ Ասում է Տերը սիրում է նրանց, ովքեր իրանց սիրում են։ Տերը սիրում է նրանց, ովքեր կանուխ են փնտրում իրան։ Ուրեմն քարոզախոսության նյութը մայրերի մասին պետք է լինի։ Մենք շատ մեծ շուկով տոնեցինք եղբայրության կենտրոնի մեջը մայրերի տոնը, եւ դա շատ քաջալերական եւ սեր դեպի մայրությունը, մայրը, որտեղ դա հեշտ բան չի, զավակ մեծացնել, կին լինել, ամեն հոգսերը հոգալ եւ կիները ասում են, որ ավելի չարչարանքի ու ցավի ավելի դիմաց կունեն, քան ստե տղամարդիկ։ Չգիտեմ, ճշմարտություն կա այդ խոսքերի մեջը։ Եվ Տերը ամեն ինչը ներդաշնակ ստեղծեց եւ մարդուն իր ստեղծագործության թագն ու պսակն էր եւ ամեն ինչը մարդու համար։ Պատկերացրեք, որ զարթնեք անապատի մեջը ոչ թռչուն կա, ոչ ծառ կա, ոչ ծաղիկ կա, ոչ ձայն կա, ոչ ինչ անտանելի կլինի, մարդ ուղակի կխենթանա այդ ձևի տեղը։ Հիմա ուզում են երթան լուսին կամ Մարս, ճանապարհին արդեն վախուդողը կամ կարոտը դեպի երկիրը կլինի, որտեղ մարդը ստեղծված է ըստեղ վայելելու, ամեն ինչը մարդու համար ստեղծեց։ Սաղմոս 8-ի մեջ ասում է, քիշմը վարեր իր մարդուն հրեշտակներեն, ամեն ինչը իրեն կառավարության տակ դրեցիր։ Մենք երաժշտությունը լսում ենք, չէ՞, այդքան նոտաներ է, բայց Կարո եղբայրը այնպես է նվագում, բոլոր այդ նոտաները հարմոնիայի մեջ են, մեկը մյուսին չի խանգարում եւ ականջին հաճելի է, թե երգը, թե երաժշտությունը իրար հետ։ Մայրամը մենք մայրամ մեր Սուրբ Աստվածածի մայրիկը բոլոր ուրիշ ժողովուրդները ասում են կույս մայրամ, մայրը մայրամ, իսկ մենք ասում ենք եւ հույներն էլ են ասում ենք Աստվածածին, մայրամ Աստվածածին, որտեղ ինքը Աստված ծնավ։ Ճիշտ է, մարդը փառքի ծնգավ Ադամն ու Եվան իրանց անհնազանդության պատճառով, բայց Տերը նորից մարդուն չթողեց, խոստում տվեց, որ կնոջից ծնվածը պիտի չարի գլուխը ջախջախի։ Ծննդոց գրքի 3-րդ գլխից 15-րդ համարը օրտյալ լինի Աստծո սուրբ խոսքը։
ուրեմն Ծննդոց գրքի 3-րդ գլխի 15 համարից քու եւ կնոջ մեջտեղ քու սերունդիդ ու անոր սերունդին մեջտեղ թշնամություն պիտի տնեմ ան քո գլուխը պիտի ջախջախե եւ դուն անոր կարշապարը պիտի խայթես Գարշաբար բառը չգիտեի, բայց մի հատ լեգենդ էի լսել, հունական լեգենդ էր, անոնը ոնց էր, կներեք ինձի, բայց մայրը իրեն որդուն գարշաբարից, այսինքն կրունգն է, ջրի մեջ էր կողել, որ էտի ոչ մեկ չգիտեր, որ չեր մեռնում, որտեղ որ խփում է չէի մեռնում, բայց գարշապարը այդտեղ իրա թույլ որտեղ բռնել էր այդից, այդտեղ այդ ջուրը չէր կպել։ Հիմա այդ ձևով միտքս եկավ այդ բառը եւ հետո մի քիչ research արեցի, հետո կասեմ ինչի համար։ Այստեղ օրտնեց խոստում տվեց Տերը, այո, ընկավ մարդը, մեղքի մեջ ընկավ, սկսավ մեղքի կյանքը, ոչ միայն չարն ու բարին իմացավ մարդը, բայց չարը գործել իմացավ, չարը մտածել իմացավ, չարը խոսել իմացավ։ Եվ իր կյանքի բոլոր օրերի մեջ, եւ որ մարդիկ 800-900 տարի ապրում էին, Տերը սկզբից ասեց, մարդկանց բոլոր խորհուրդները ամեն օր չար են։ Եվ ջրհայեղեղը եղավ, պատիժ եղավ եւ շարունակվեց, բայց մեր Քրիստոս Հիսուսի ծնունդից առաջ 700 տարի առաջ մարգարեն մարգարեացավ, Աստծո լուրը տվավ, Աստծո խոսքը տվավ մարդուն, որ կույսը պիտի ծնանի եւ որդի պիտի ունենա։ Եվ անունը պիտի լինի Էմանուել, որը կոչվում է Աստված մեր հետ։ Ինքը Հիսուս անունն էլ Աստծո անունն է։ Եվ գիտեք մի հատ գեղեցիկ պատմություն կա Սիմեոն ծերունին, եւ որ Մարիամ Աստվածածինը եւ իրեն ամուսինը Հոսեփը, որ որդեգրեց actually ինքը չէր Մարիամ Աստվածածինը Սուրբ Հոգով հղիացավ։ Հիմա գանք դրանել, հա, այս գեղեցիկ բանը խորհուրդը, որ հրյաներից է գալիս, Սիմեոն ծերունին, երբ որ Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց այդ բոլոր երկրները արևելքի եւ Եգիպտոսը, Ալեքսանդրիա քաղաքը եւ դեռ հիմվեց, այդ թագավորը Պտղոմեոսն էր։ Ինքը հրաման տվեց, որ 5 տարակարանը թարգմանվի հունարեն, եւ Սիմեոն ծերունին այդ 72 դպիրներից մեկն էր, որ պիտի թարգմաներ 5 տարակարանը։ Եվ իրան բաժին ընկավ այդ մասը, որ պիտի ծնանի Եսայի մարգարեության, որ կույսը պիտի ծնանի եւ որդի պիտի ունենա, այդ մասը ինքը չգրեց, չհավատաց։ Եվ հրեշտակը եկավ իրան ասեց, որ քանի որ չհավատացիր, դու չպիտի մեռնես, մինչեւ Հիսուս Քրիստոսը ձեռքիդ վրա չառնես։ Ու առավոտ որ վեր կացավ, տեսավ այդ իրա բաց թողած տեղը, այդ մասը, որտեղ պիտի գրվեր կույսը պիտի զավակ ծնանի եւ անոր անունը պիտի լինի Էմանուել։ Եվ այդ մասը լցված էր ոսկի տառերով։ Ինքը ասում են, որ շատ մեծ տարիք ուներ, երբ որ Մարիամը Աստվածածինը ուրեմն բացենք Ղուկասի ավետարանի
Լուկասի ավետարանից առաջի գլխի 26-րդ խոսքը։ 6-րդ ամսու մեջ Գալիլեի հրեշտակը Գաբրիել հրեշտակը Աստուծմե ղրկվեցավ Գալիլեայի մեկ քաղաքը, որուն անունը Նազարեթ էր։ Գույսիմը մարդու նշանված, որուն անունը Հոսեփ էր, Դավիթին տունեն։ Հոսեփն էլ էր Դավիթի ցեղից գալիս, թագավոր Դավիթի։ Մարիամն էլ էր գալիս։ Եվ մարգարեություն կար, որ Մարիամը եւ Հոսեփը պետքա Դավիթի ցեղից լինեն, Հիսուսը ծնացող Մարիամ Աստվածածինը։ Դավիթի տունեն, այն կույսին անունը Մարիամ էր, հրեշտակը անոր երթալով ըսավ, ողջույն քեզ, ով շնորհակալ կույս, շնոր հնկալ կույս, Տերը քեզի հետ է, դու կիներու մեջ օրհնյալ ես։ Մարիամը զանիկա տեսնելով անոր խոսքին վրա շփոթացավ ու ինքն իրեն կմտածեր, թե ինչպես բան պիտի ըլա այս ողջունը։ Հրեշտակը անոր ասավ, մի վախնար Մարիամ, վասնզի Աստուծմե շնորհ գտար, ահա պիտի հղիանաս ու որդիմը պիտի ծնանիս եւ անոր անունը Հիսուս պիտի տնես։ Անիկա մեծ պիտի ըլա, բարձրալին որդին պիտի կոչվի, Տերը Աստվածը անոր պիտի տա իր հորը Դավիթին աթոռը ու Հակոբին տան վրա հավիտյան պիտի թագավորե։ Անոր թագավորությունը վերջ պիտի չունենա։ Եվ Մարիամը, գիտեք, ինքը այս խոսքերը ասեց, ահա ես Տիրոջը աղախինն եմ, քու ըսածիդ պես թող ըլա ինձի, եւ հրեշտակը անոր քովեն գնաց։ Եվ հունարենով, բնագիրով հունարեն, այդ ծառա բառը actually ծառաչի, ստրուկը աղախին աստեղ գրում, բայց հունարեն բնագիրով ստրուկ է կոչում, այսինքն ստրուկը իրա Տիրոջի խոսքից չի կարա դուրս գա, պետք է անպայման խոսքը կատարի, ծառան նորից մի ինչ-որ ինչ ասեմ, իրավունքը ունի ծառան, բայց ստրուկը ոչ մի, այսինքն ես քո ստրուկն եմ ասեց, եւ իրեն ազգականի մոտ գնաց, որ Էլիզաբեթն էր 6 ամիս առաջ արդեն մեծ տարիքի մեջը, Զաքարիա քահանապետի կինն էր, մեծ տարիքի մեջ Աստված նորից իրեն զավակ տվավ, հրեշտակը եկավ, Զաքարիային ասեց, որ դու որդի պիտի ծնանես։ Ինքն էլ զարմացավ, չհավատաց եւ ասեց դու պիտի համր մնաս, մինչև որ որդի ծնանի։ Եվ Մարիամը Աստվածածինը, մեր սիրելի մայրիկ Աստվածածինը, եկավ իր ազգականի մոտը, այն օրերին ելավ Մարիամ ու արտորալով լեռնակողմը Հուդայի մեկ քաղաքը գնաց, մտավ Զաքարիայի տունը եւ Եղիսաբեթին բարև տվավ, երբ Եղիսաբեթ Մարիամին բարևը լսեց, մանուկը անոր որոմայնի մեջը խաղաց ու Էլիզաբեթը Սուրբ Հոգիով լեցվավ եւ բարձր ձայնով մը կանչեց ու հուսավ. Օրհնյալ ես դու կիներին մեջ եւ օրհնյալ է քու որովայնիդ պտուղը, այս ինձի պես եղավ, որ իմ Տիրոջս մայրը ինձի եկավ, իմ Տիրոջս մայրը ինձի եկավ, ասում է, Տերը այդ բանը տվեց, աստվածագիտության լույսը տվեց, որ մարգարեացավ, որ ասեց, խոստովանեց իր Տիրոջը, վասնզի հա երբ քու բերանը
քու բերանից ձայնը ականջս հասավ, մանուկը որովայնիս մեջը խաղաց ուրախություն են։ Երանի անոր, որ հավատացել է, քանզի պիտի կատարվի այն բաները, որոնք Տիրոջ մե ըսվեցան իրեն։ Եվ գիտեք, այս խոսքերը Էլիզաբեթի օրտնյալ ես դու կիներու մեջ և օրտնյալ է քու որովայնի պտուղը, միշտ որ ասում են ռոզերի կաթոլիկ ժողովուրդը միշտ կրկնում են այս խոսքերը Տիրոջը։ Եվ երբ Տեր Հիսուսը ծնվավ 8 օրական էր, Մարիամը և Հոսեփը, Մարիամ Աստվածածինը և Հոսեփը հայրը տարան իրան տաճար և 2 հատ աղավնի էին տարել, ինչպես հրեական սովորության մատաղ անեն, և այնտեղ Սիմեոն ծերունին էր այնտեղ։ Հիմա ասեց իմ աչքս տեսավ և ձեռքերս բռնեց Տերս։ Ես ասեց խաղաղությամբ հիմա ասեց կարող եմ մեռնեմ։ Հայո, հիմա ասեց կարամ մեռնեմ, ասեց հանգիստ, Տերս տեսա, ասեց հիմա փրկություն կլինի բոլոր ժողովուրդներին, ահա ասեց սպասում էի Տիրոջը։ Մենք էլ մարդը ապրում է, այս կյանքը չէ, ինչը ուզում է ունենա, ապարանքներ ունենա, շքեղ տներ, բայց իր սրտի խորքում այդ պակասությունը կա, միշտ փնտրում է մարդը, ինչ է արդյոք, որ ինձի բավականություն զգացումը չեմ ստանում, դատարկության տեղ կա մարդու սրտի մեջ, ճիշտ կարծես Աստված այդ մասը տվել է այդ դատարկության, որ մարդը կամա թե ակամա փնտրի իմրա մեջ, կարող է այդ մարդիկ չարտահայտվեն, բայց անպայման մտածում են հավիտենականության մասին, արդյոք ես կարճ կյանքը եթե վերջանա, ինչ պիտի լինի։ Մի հատ ռուս աղջկա հարցրեցին, ասեցին, քո հավատքը որտեղից է, ասեց իմ տատիկից, ասեց քո տատիկը ինչ է ասել, որ դու հավատացել ես, ասեց բալիկս, եւ որ դու հիվանդանաս, մենակդ լինես հոսպիտալի անկողինի մեջ, Լենին պապիկը քեզ չի պիտի գա բուժի, այլ Աստված Հիսուս հայրիկը քեզ կգա կբուժի, եւ այդտեղից հավատում եմ ասում ես։ Գիտեք, մենք մի հատ երկու ընկեր եկան միաժամանակ իմ տունս, երկուսն էլ հավատացյալ են, եւ մեկը իր որդու հետ եկավ, մյուսը մենակներ, եւ որդու անունը շատ հատուկ անուն էր, Հովելյալ Մարգարեկա, ասեց, տղաս ասեց, դու ավետան կարդում ես, ասեց, չէ, չեմ կարդում, ասեց, եթե դու ուզում ես Աստծո հետ խոսաս, պիտի աղոթես եւ Աստծո խոսքը կարդաս, եթե դու ուզում ես Աստծո հետ խոսաս, եթե ուզում ես Աստված քո հետ խոսա, ասես պետք է աղոթես եւ Աստծո խոսքը կարդաս, բայց եթե դու ես ուզում Աստծո հետ խոսաս, պետք է աղոթ կանես, ասեց։ Ինչ լավ խոսք է։ Մեր ինչի է Աստվածաշունչը այդքան մեծ գանձ մարդու համար, որտեղ ճշմարտության խոսքն է, մարդու հարմար է տրված այս ամենը, եւ Աստվածաշունչի պես մի ուրիշ գիր չկա, մոտ 2500 հատ մարգարեություն կա մեջը, որից 2000 հատը կատարվել է արդեն, 300 հատը մենակ
Հիսուս Քրիստոսի մասին է, մեր փրկիչի մասին է, որ պիտի գա, մարթանա, Սուրբ Մարիամ Աստվածածինից պիտի ծնվի, պիտի քարոզի, բարի լուրը, մարդկությանը ամբողջ աշխարհին պիտի քարոզվի, ինքը քարոզեց, չարչարվեց, խաչապայտի վրա տանջվեց, ուրեմն ամերիկացիները անգլերենով ամենախիստ ցավը տերմինոլոգիան, այսինքն այդ բառը կոչվում է excruciating pain, այդ բառն է, մեջը խաչ բառը կա, այդ ամենախիստ ցավի անունը excruciating է եւ խաչը կա մեջը, խաչ բառը կա, հետի սարքված էր, որ մարդը շատ տանջվի, ինչի գարշապարը ասեցի, հետո կասեմ, ուրեմն, այսպես չէին մեխը խփում ոտին, էսենց, երկու հատ թաթերին չէին խփում, ծունկերը դնում էին փեդի կողքերը ու մեխը խփում էին կրունգին, ոսկորին էին խփում, որպեսզի ամեն անգամ Տեր Հիսուսը շնչելուց իրան վեր բրդեր ու շունչ քաշեր, ու սենց տանջվեր մարդը, մեր համար, ինձ համար, իմ անարժանիս համար, փրկության համար, առողջության, մեր առողջության համար, մեր խաղաղության համար, թե մեր սրտի խաղաղության, մեր մտքի խաղաղության, ինչի ասում է Պողոս առաքյալը, այն խաղաղությունը, բանտի մեջ էր, նամակ էր գրում, բանտից, ասում էր, այն խաղաղությունը, որ մարդու մտքից էլ վերա, և Տերը ինչ ասեց, ես կերթամ ասեց, բայց ես ձեզի խաղաղությունը կտամ ասեց, իմ խաղաղությունը, Հովանու 14-րդ գլխում է, որ ասեց աշխարհը չի տա, աշխարհը մարդուն խաղաղություն չի տա, աշխարհը մարդուն կխաբի, հետո էլ տժող կուղարկի։ Սատանայի գործը հետ ասեց, նույնիսկ Տերը փորձեց, ասեց, քեզի ամեն թագավորությունները կտամ ասեց, ինձի եթե դավանես, ասեց, ետից գնաց Սատանա, գրված է ասեց, ինչի է կարևոր Աստծո խոսքը իմանալ, որտեղ պետք է Սատանային Աստծո խոսքով մենք պարտության մատնենք, մենք էլ ասենք, ետից գնա Սատանա, եթե հարցակում կա մեր մտքին, մեր սրտին, օրհնյալ լինի Տիրոջ անունը, փառք իրան, որ ինձի կամ մեզ ողորմություն արեց, եկավ այս ձրի շնորհքը տվեց, իրա տվածը խեն ասում շնորհ բառը ինքը միտքը ձրի նվեր է, ուրիշ կրոնները ասում է դու ես պիտի անես, այո մենք պետքա պահենք Տիրոջ պատվիրանները, բայց մեր փրկությունը ինքը ձրի է տալիս, մեկը չի կարա իր բարիությունով փրկվի, մեկը կարա փրկվի Տեր Հիսուս Քրիստոսին իրան Տեր ու փրկիչ ծանաչի ու իր սրտի մեջը հավատա, որ մեռելներից հարություն առավ մեր Տերը, մեզի փրկություն տվեց, ուրիշ փրկության ճանապարհ չկա, գրած է, ես եմ կյանքը, ճշմարտությունը և ճանապարհը, ոչ մեկ չի համարձակվի մարդկային պատմության մեջ, այդ խոսքերը ասի, Ես Աստծուց խնդրեցի շատ տարիներ առաջ, ես կյանքումս բանաստեղծություն չեմ գրի, բայց խնդրեցի, որ ինձի բանաստեղծություն նվեր տա, և Տերը տվեց, ես սիրել եմ բանաստեղծություններ կարդալ, բայց չեմ գրի, 1994 թվին հունվարի 2-ին եմ էսի գրել, բայց Տերն ա տվե, ես ինձանից չէր, Քավլիցի, նա միշտ սիրում է մեզ,
Սուրբ մարմինդ խաչին մեղված, մեր մեղքերը ուսիդ բարձած, մեկնում ես աղոթքդ շուրթերիդ, մեղավորների այս ողմակից, ողմակը գայլերի խումբն է, ով Աստված, Աստված ճշմարիտ, ինչ մեծ է սերդ դեպի մեղավորին, որ զոհեց իր միակ որդուն հանուն փրկության, դժոխքի անելք հուրից հավիտյան։ Եկեք եղբայրներ, խելքի կանք այսօր, խնդրենք թողություն, աղաչենք Աստծուն, Քրիստոսին հոգով սրտով փրկիչ ճանաչենք եւ նրա սուրբ խոսքը կատարենք։ Օրհնյալ լինի Աստծո սուրբ անունը, հանուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո, ամեն։